Փառքներդեհին խոսելու եմ Իրան-Ամերիկա կամ Իրան-Իսրայել պատերազմից, թե ինչու այաթոլլան որոշեց մեռնի, իհարկե ինքը չվերցրեց ու մեռավ, բայց շատերն են խոսում, որ ինքը չթաքնվեց։ Իսկ ես իմ պատկերացումը ունեմ, թե ինչու ինքը ցանկացավ մեռնել, պատճառը որն էր։ Շուտով կասեմ, եթե կհետաքրքրի եւ մեր հայաստանյան այս ներքաղաքական վիճակը, այս չգիտեմ ինչ ասեմ, քարոզարշավ ասեմ, բայց եթե հայտարարված չի նախընտրական պայքար, քարոզարշավ, սա քարոզարշավ չէ, սա ուրիշ բան է։ Խոսելու եմ նաեւ այդ ուրիշ բանից։ Ովքեր են ներգրավված, ովքեր են դրդել, ինչի համար է դրդվել։ Եվ այսպես սկսեմ Իրանից։ Ասացի, որ այաթոլլան իր մահը ոչ թե ինքը կազմակերպել էր, այլ չփորձեց թաքնվել, ինքը երբ ուզեր, ոչ թե իր բունկերում պետք է թաքնվել, ինքը լավ գիտեր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տիրապետում են ռումբերի, որոնք կարողանում են խորանալ եւ իրենց հարցերը լուծել։ Հասարակ մի օրինակ բերեմ, ինքը կարող էր, ասենք, գեղչուկի հագուստով գնար մի կորած գյուղում, մի սարի գլխի, այնտեղ ապրեր, առանց թիկնազորի, ու այնտեղից ուղիղ կապով կառավարել երկիրը։ Ոչ մեկ չիմանար, օրինակի համար ասում։ Բայց ինքը չարեց դա։ Ինչու՞։ Որովհետև ամիսներ առաջ իրենք սեփական ժողովրդին գնդակահարեցին։ Չգիտեմ, աղբյուրների պատմամբ մոտ 25-ից 30,000 մարդ, ովքեր ընդդիմանում էր այաթոլլաներին, ցույց էին անում ռեժիմի փոփոխման պահանջով, մարդիկ ուղիղ գնդակահարեցին։ Ասեմ, որ մարդիկ կան, որ հիմա Ամերիկային մեղադրում են հրթիռակոծությունների ժամանակ մի քանի 100 մարդ է մահացել Իրանում, նույնիսկ կան երեխաներ։ Ասեմ, որ ցանկացած դեպքում պատերազմի կողմնակից չեմ, նամանավանդ երբ որ երեխաներ են մահանում։ Եվ ասեմ, Ամերիկան պետությունը չի, որ մանկապարտեզ թիրախավորի։ Եթե Իսրայելից սպասելի է, ես սպասում եմ Իսրայելից նման բան, որովհետև Իսրայելը հայտարարում է, եթե մի բան իմ պետությանը, իմ ազգին, իմ ժողովրդին խանգարող է, վտանգ է սպառնում, ինքը չի նայում, մեր ումանուկ չի նայում։ Ինքը ցեղասպանվածից վերահացվում ցեղասպանում։ Այդ պետությունը այդպես է մտածում։ Ինքը կարող էր անել, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները երբեք հանգապարտեզ չի թիրախավորի։ Կարող է հրթիռը, ասենք, պայթի եւ վնաս հասցնի կամ հաշվարկը սխալ լինի, բայց ուղիղ նպատակային, ասենք, այդպես կանի Պուտինը, այդպես կանի Ալիևը, հա, Էրդողանը, այդ բանը Իսրայելի վարչապետը, կան են դրանք։ Դրանք ընդունակ են։ Բայց Ամերիկան չէր անի։ Բայց մեղադրեցին Ամերիկային։ Բայց հենց այաթոլլաները ուղիղ իրենց ժողովրդի վրա են կրակել։ Ուղիղ։ Չէ՞ նշանակետը եղել է ժողովուրդը։ Դրել ու կրակել են։ Այդ մասին, ասենք, հա, խոսվում է, բայց ասենք այդ ֆոնի վրա մարդը իր սեփական ժողովրդին 25-ից 30,000 գնդակահարում է, ասենք, այդպես արձագանք չի ստանում, բայց ընդդեմից մի հրթիռ են եկել եւ խնդրեմ Ամերիկային դարձրեցին եսի ինչ։ Ես Ամերիկայի գլուխ չեմ լվանում դրանով։ Ուրեմն ասեմ, ինքը այդ պետությունը չի, որ մանկապարտեզի հարվածի։ Սխալ բան է արել, բայց ինքը այդ պետությունը չէ։ Երբ որ ժողովուրդը փողոց էր դուրս եկել, Ամերիկան այդ ժամանակ, այստեղ այաթոլլայի բախտը բերեց, երբ որ ինքը ջարդեց ժողովրդին, Ամերիկան ուշացավ։ Այ երբ որ արդեն Ամերիկան պատերազմ հայտարարեց, արդեն ժողովուրդը հիասթափվել էր։ Այստեղ այաթոլլայի բախտը բերեց։ Հիմա ինքը մտածել է ենթադրում եմ, իր հաշվարկը, որ եթե պատերազմը սկսվի, եթե ինքը այդ պահին կյանքից չհեռանա, իր ժողովուրդը կարող է Ամերիկայի հետ համագործակցել իր դեմ։ Եթե ինքը մեռնում է, ժողովուրդը ում դեմ պետք է բողոքի։ Իր խնդիրը այաթոլլան է, չէ՞, ինքն է կառավարում երկիրը։ Մի ազնիվ ղեկավար է։ Այսինքն ժողովուրդը եթե բողոքում է, այաթոլլայի դեմ է բողոքում։ Չկա այաթոլլա, այդ ժողովուրդը շուտով կհամակերպվի, կասի, լավ, չկա ում դեմ գնամ բողոքեմ։ Օրինակ։ Այնպես չի որ բոլորը գիտակցեն, ասում են ռեժիմի դեմ գնանք։ Չկա այաթոլլա։
Իսկ եթե այաթոլլա չկա եւ ժողովուրդը չի իմբոստանում այդ պահին, պատերազմի ժամանակ, այսինքն ասել է թե չի համագործակցում թշնամու հետ, այաթոլլայի ժառանգը կարողանում է այս ընթացքում ժամանակ շահել։ Այսինքն ժողովրդին ժողովրդի խանգարելուց արդեն ազատվում է ինքը։ Եվ այն պահածոացված հանձնարարությունները դա այաթոլլան հաշվարկ էր արել, թե այդ ամառը տեղի ունեցած այդ 10-օրյա պատերազմի ժամանակ իրենք տեսան, որ ասենք Ամերիկան որ ջոկերներին եղբն չէ, գտնում է, ասենք այդ միջուկային ատոմի ուրանի հարստացման այդ ֆիզիկոսներին, ակադեմիկոսներին, ինժեներներին, դրանց բոլորին պատուհաններով հրթիռը մտավ պայթեցրեց։ Այսինքն գլխադում է Ամերիկան պատերազմից առաջ եւ այաթոլլան սպասում էր, որ իրեն գլխադելու են եւ ինքը հատուկ ասենք մի 2-3 քայլ հրահանգները գրած, պահածոացված, եթե հանգարց իրեն հարվածեն իր մեռնելուց հետո թե ինչ պետք է անեն։ Այսինքն հարվածեցին, արդեն գիտի ով պետք է շարունակի այդ գործը, ինչպես պետք է շարունակի։ Տարածաշրջանը ոնց պետք է ներքաշի այդ կռվի մեջ։ Իրենք գիտեն, որ Ամերիկային չեն կարող հաղթել։ Եւ որոշել են, որ տարածաշրջանը հարվածելու նրան իբր ամերիկյան բազաներին մի մեծ կրակի մեջ վերցնեն տարածաշրջանը, որ Ամերիկան ինչ-որտեղ ասել է սպասեք, մի րոպե, համաշխարհային է սկսվում, եթե մեկ շաբաթ կամ մի 10 օր Իրանը դիմանում է այդ իրավիճակում աշխարհը խառնելով իրար, նավթի գներն է բարձրացնում, այդ Հորմուզի նեղուցը փակում է, հասկանաք, հազար մի մեթոդ կա։ Ինքը չի կարող Ամերիկային հաղթել, բայց կարճաժամկետ առումով ինքը կարող էր աշխարհը խառնել իրար եւ աշխարհը Ամերիկային ասել է վերեք մի րոպե կանգնեք, տենանք էս ինչ ենք անում էլի։ Եվ սկսեն բանակցել Ամերիկայի հետ։ Այսինքն եթե Իրանը մի 6 օր, 10 օր դիմանում է Ամերիկային եւ Իսրայելին, հետո ինքը առաջարկում է բանակցություններ, ու եթե Ամերիկան համաձայնվում է, շարունակում է Իրանը չի պարտվել։ Այստեղ Իրանի հեղինակությունը կարող է բարձրանալ, չէ՞։ Ոչ միայն արտաքին աշխարհում, այլ նաեւ իր ժողովրդի աչքին, որքան էլ չեն սիրում, կարող ասեն, բայց Ամերիկայի դեմն առան։ Կարող է մի մասը ժողովուրդը սկսի հարգել այդ իշխանությանը։ Այս հաշվարկն է արված եղել իմ պատկերացրամ, այնալ Ամերիկան երևի ինքն էլ է դա պատկերացրել, ասենք, եւ մերժում է Իրանի սեղանի շուրջ նստելու առաջարկը։ Այսինքն ձգում են Իրանի տանջանքները։ Իսկ սա արդեն լավ բանի չի տանում, արդեն դե բնական է այաթոլլան, նոր այաթոլլան արդեն պետք է մտածի ոնց պետք է սրատակից դուրս գա։ Իհարկե մեզ համար ցանկալի չի լինի, որ Իրանը Ռուսաստանի օրը ընկնի, որովհետև այստեղ թուրքերը շատ լուրջ շահեկան վիճակում կհայտնվեն, շատ լուրջ։ Եվ մենք ուղղակի որպես պետություն չգիտենք, եթե ամերիկյան աջակցություն չլինի ուղիղ, կարող է չկարողանանք, որովհետև Նիկոլը հանձնվել է իրենց, ոչ բան չի կարող անել ու ամենասուառավոտ վաղ ցավ ինչ ասես ներ եմ ուզում ժողովրդի ջան, որ պետք է հարմարվեք։ Եվ վերջ։ Հիմա այաթոլլաները իրենց երկրում նման խաղ խաղացին։ Սկզբից Ամերիկան չհասավ, այնտեղ այդ 30,000-ին գնդակարելու ժամանակ, այստեղ ուշացավ Ամերիկան, հիմա էլ Ամերիկան եկել է, ժողովուրդը չի վստահում, այաթոլլա չկա, համ էլ չի վստահում էլ։ Որտեղ Ամերիկան էլ ընթացքում ասում է, դե մեր նպատակը Իրանում նորմալ, ասենք, ոչ ուզում ենք Իրանը մասնատվի, ոչ էլ դες խնդիր չենք դրել իշխանությունը փոխվի, բայց եթե իշխանությունը սկսի նորմալ աշխատել, մարդկային, նրա հետ էլ կաշխատի։ Այստեղ անգամ Իսրայելի հետ հակամարտություն առաջացավ, չէ՞, Ամերիկա-Իսրայել, իսկ ինչ որտեղ Իրանին հաջողվեց իր թշնամիների մեջ նաև լարում մտցնել, որովհետև Իսրայելը կասկածեց Ամերիկային, ասաց, ուրեմն իմ թիկունքի հետևում բան ես պայմանվել, որ դու սենց արտահայտություններ ես անում։ Դե Իսրայելի նպատակը ավելի մեծ է, ավելի ցավոտ է, նա այդպեսին է։ Հիմա դառնանք մեր երկրին։ Ինչու է Նիկոլը դադարեցրել պատարակներ գնալ, եկեղեցու հետևից ընկնել, ամեն մի պատարակ գնալը դա ամեն անգամ եկեղեցուն խոցելու, հարվածելու միջոց էր, որովհետև տեսնում ենք ում հետ է գնում պատարակի, աղանդների հետ, այդ աղանդավոր կառույցների ղեկավարների հետ, եւ ամեն գնալուց եկեղեցու կարգը տապալում էին։ Լավ գիտեք, ես Գարեգին Բեի աջակից չեմ,
բայց Նիկոլը եկեղեցու կարգը ամեն գնալով, այսինքն ցավ խոցում էր, ստորացնում էր, էժանացնում էր։ Բաքվում եւ Անկարայում տեսան, որ այս մեթոդով ժողովուրդը Նիկոլի դեմ են դուրս գալի։ Իրենք էլ են դադարեցրել։ Դադարեցրել են, որովհետեւ իրենց համար շատ կարեւոր է, որ Նիկոլը գոնե հասնի ընտրությունների օր։ Որովհետեւ կարող է Նիկոլը չհասնի ընտրությունների օր։ Եթե հասավ, դե կեղծելը կա ու կա, կկեղծեն եւ իրեն նորից կվերարտադրեն եւ երկրորդ փուլում արդեն նորից եկեղեցուներ կհալածեն, դու չգիտեմ կրթությունը ավելի, տեսնում ենք պատմության ինստիտուտի հետ ոնց են վարում, ցեղասպանության թանգարանի հետ ոնց են, այսինքն հուշարձանի հետ ոնց են, այսինքն այս մի փուլում արդեն Նիկոլը պետք է ամեն ինչ վերացնի։ Ամեն ինչ խանգարում է Թուրքին։ Բայց դրա համար Նիկոլին ինչև այդ օրը հասցնել է պետք։ Իսկ եթե ինքը եկեղեցու դեմ արշավներ է անում, կարող է ընտրությունների չհասնի։ Կարող է չհասնի։ Դրա համար դադարեցրել են։ Եվ ինչ են արել։ Քանի որ իրենք խառն են, որովհետև տարածաշրջանում Իսրայելը Ադրբեջանին էր ներքաշում այդ կռվի մեջ, խառն են։ Իրենց այդ հարցը ինչ կլինի, չէ՞։ Մի օր Իրանին ասում է քեզ սենց կանեմ, անենց կանեմ, ալեվը, տեսակ հայերի գլուխն ինչ բերեցի, ձեզ էլ դենց կանեմ, բան, սենց։ Հաջորդ օրը օգնություն է արվում։ Չգիտի ինչ անի։ Հասկանեք, չէ՞։ Շատ ծանր վիճակում է հայտնվել։ Հարվածի, չհարվածի, խոսքով հարվածի, գործով հարվածի, Իսրայելին պահի, Իրանին պահի, Թուրքիային գցի, Թուրքիային վերցնի։ Այդ նույն վիճակում էլ Թուրքիան է հայտնվել։ Դա էլ ամերիկյան ճնշումների ներքո։ Հիմա, քանի որ սրանք զբաղված են ու կարող է իրենց Նիկոլի հետ բան պատա իրենք չհասցնեն օգնեն։ Իրենք Նիկոլին ասել են, տղա, գնա ժողովրդի մեջ, որ ժողովուրդը չգա հրապարակ։ Դու գնա ժողովրդի մեջ։ Հազարավոր ոստիկաններ վերցրե կապ չունի։ Գնա եւ քեզ պահի հասարակ։ Եգիպտացորեն կրծի, կարկանդակ կեր, խնձոր կեր։ Հա, որ մի քիչ տեղներ եղանա, շատ կներեք, կարող է ասեն, որ զուգարանում նստես, այդ էլ վիդեո արա, ժողովրդին ցույց տուր։ Հասկացրա, որ դու էլ իրենպես հասարակ մի մարդ ես։ Հա, իմիջիայլոց ասեմ, որ եվրոպացի, չգիտեմ, քաղաքական վերլուծաբաններն էին ասել, կարծեմ, որ երանի չէր մեր լիդերներն էլ բանկարկանդակ ուտեին ժողովրդի մոտ, ժողովրդի մեջ եւ նկարեին ցույց տային, շատ լավ կլինի, անմիջական կլինի։ Պարոնայք եվրոպացիներ, ձեր ղեկավարները, ձեր երկրները չեն ճանաչում թշնամու տարածք, ձեր կրթությունը չեն ավիրում, ձեր բանակը չեն թուլացնում, բարձր պարգևավճարներ չեն ստանում, թոշակառուներին չեն վիրավորում, հասկանեք, դրանք դրա կարիք չունեն, այս մարդը ամեն ստորացուցիչ արարք է հմի ուզում է ժողովրդին հասկացնի, որ ես սեզանից մեկն եմ, էլի, անշնորհք եմ, բայց ձերպես մարդ եմ, էլի, եվրոպացին կարող է հենց լավել այդ եգիպտացորենը կրծում է, բայց տանն է կրծում եւ ամաչում է, մարդը, որ հաց է ուտում, երբ որ տեսնում է մեկը նկարահանում է այդ process-ը, մարդկա չէ, թերփի, որ չերևա էլի անհարմար է, հա, բայց չէ, իրենք հատուկ օպերատոր են պահում, որ իրենք երբ այդ ժողովրդի լեզվով ասած կուկուրուզը առնեն ձեռներ սկսեն կրծել անշնորհք, դա նկարի, մոդիկից հետնել, կամ այդ կարկանդակը, կամ խնձորը, ասում ես մեղավոր չեմ, որ չեն կտրտել դրել։ Էլի եմ ասում, վաղը չզարմանաք, եթե զուգարան նստած վիդեո կանի։ Իրեն պարտադրել են մտի ժողովրդի մեջ, որ ժողովուրդը չգնա իր դուռը, սրա դուռը։ Եվ զուգահեռաբար շատ հետաքրքիր է, չէ՞։ Ասենք Քարոզարշավի, ասենք իրոք ժամանակ չի, բայց Գուգուշը քաղցրակտուց ով իր խոսույթում շատ է օգտագործում Բևերի ծրագրերից, որը իրեն շատ մեծ դիվիդենդ է բերում։ Իմիջիայլոց ես զգացել եմ, որ Բևերի ծրագիրը ժողովրդին հաճելի է։ Բայց քանի որ Բևերին, ասենք լրատվականներով շրջափակել են, Բևերը չի կարողանում իր ծրագրով ներկայանալ ժողովրդին, թույլ չեն տալիս։ Մենք մեր ունեցած YouTube-յան ալիքներով, հա, որս ոնց կարողանում ենք։ Այս հիմա ես ինչ որ ես անում եմ, ես անում եմ ժողովրդին լուսավորելու համար։ Ես բլոգեր չեմ, փող չեմ աշխատում, հասկանում եք։
Իսկ մեր այդ առաջատար հերոստատեսությունները, ասենք Գուգուշիգին, ասենք կարան գովազդել։ Ու ժողովուրդը որ ինչ խելացի տղա է, հələ տեսեք ինչ լավ մտքեր է արտաբերում։ Այսինքն այն մարդիկ, ովքեր հիասթափվել են Նիկոլից, դեպի Գուգուշը գնան։ Այդ խառը պահին, երբ որ բևեռը հանգած ճեղքում անի, դեպի բևեռ չգնան, գնան գոնե Գուգուշը, իսկ Գուգուշը գիտի ոնց պետք է այդ մարդկանց օգտագործի, որտեվ ինքն էլ է դրանց գործակալը։ Հետո ասի ժողովրդին ինչ որ ասում է, փաստորեն չի լինի, էլի, ոնց որ թե չի լինում։ Ճիշտ է Ռուսաստանի բան սենց հասկանում եք։ Հասարակ մի բան էլի, ովքեր են բանտում այսօր։ Սասնա ծռերը։ Քոչարյանին տարան բանտ, ուժեղացրին, մաքրեցին, հանեցին։ Տաշիր Սամոյին տարան բանտ, ուժեղացրին, մաքրին, հանեցին։ Ում ուզում են տանեն բանտ, ուժեղացնում անում են։ Սասնա ծռերը 10 տարի է բանտում են։ Մարդկա 10 տարի է։ Մարդկա 6 տարի է, 7 տարի է։ Հասկանում եք։ Ումից է վախենում ռեժիմը, Նիկոլը։ Ով բանտում է։ Եթե ինքը Քոչարյանից վախենար, Քոչարյանը բանտում կլիներ։ Եթե ինքը Սերժից վախենար, Սերժիկը բանտում կլիներ։ Եթե ինքը Տաշիր Սամոյից վախենար, Տաշիր Սամոն բանտում կլիներ։ Սա է, ասենք, ամենապարզ, ամենաերևացող բանն է։ Էլ պետք չի որ դուք նստեք, սրան լսեք, նրան լսեք, ու ենթադրեք, ահա, ճիշտը որն է։ Էս է ժողովուրդ, ճիշտ է։ Եթե դուք իսկապես ազնիվ պայքարում կարող եք հաղթել, ոչ մեկին բանտ մի տարեք, թող ձեր հետ մրցեն ու հավասար պայմաններում։ Այս է նշանակում, որ առանց քարոզարշավ հետո մեկ ես ասում ես քաղցրակտուց Գուգուշը մտնում է այս մարզ։ Դրանք փողեր արժեն, գիտեք ժողովուրդ։ Այո, Գուգուշներ բան է։ Այդտեղ դասախոսում էլի այդ բանը սլավոնական, ռուսական, չգիտեմ, համարսանում։ Ես էլ չգիտեմ ոնց բացատրեմ, որ դուք հասկանաք ով ում բարեկամն է։ Ով ինչի համար է դուրս եկել այս պահին։ Էլ այդ Արման Թաթոյանի մասին չխոսեմ։ Էլ չգիտեմ, ովքեր կան, որ սենց շարան ակտիվանում են։ Այդ դոգի մասին չասեմ։ Իմիջիալը շատ մարդ կա, որ դոգին շատ տեղ է տալի։ Ասենք, չնայած ես լուրջ կներեք, էլ ես լուրջ չեմ վերաբերվում։ Հասկանում եք, ես լուրջ չեմ վերաբերվում։ Եվ զգում եմ, որ հենց որ դոգին կամ չգիտեմ, Տաշիր Սամոյին, ասենք հակառակ բաներ եմ ասում, այդ իմ հետևորդների քանակը մեկ էլ ասեմ 5-10 հոգով նվազում է, բայց հաջորդ օրը դրա փոխարեն մի 10 հոգի ավելանում է։ Բայց ձեր դոգն էլ չէ, ասեց ես նախընտրում եմ ռուսական գուբերնիա։ Այսինքն, այն որ ասում է KGB-ի գործակալ է, այն որ ասում է այն փաստաթղթերը, որ ինքը հրապարակում է, ասենք առանց KGB-ի թույլտվության ինքը չէր կարող այդ թուղթն ունենալ։ Եվ այդ հրապարակելուց հետո, ասենք, եթե ինքը գաղտնի փաստաթուղթ է հրապարակում ազգային անվտանգության, որ այդ ազգային անվտանգության այդ օրվա պետը կամ արխիվի պետը պետք է հեռացնեն գործից, պետք է դատեն, պետք է գնդակահարեն։ Ո՞նց է թուղթը հասել դոգին Ամերիկա։ Օրինակ, չէ՞։ Բայց դուք տեսել եք, որից է ազգային անվտանգության ծառայողի դոգի հայտարարություններից հետո նեղացնեն, գործից ազատեն։ Չէ, որովհետև համագործակցել են։ Այս էլ դոգին ունկնդրող, չնայած էլի եմ ասել, ձեր մակարդակը ցածր է։ Նիկոլին ընտրող, լսող, դոգին լսող, դուք նույնն եք։ Դուք նույնն եք։ Հասկանում եք։ Չգիտեմ։ Ստապ եղեք, խոհեմ եղեք, ճիշտ ազգայինն է։ Չհանձնվել, չխաբվել, չհամաձայնվել, չզիջել, ցանկացած զիջում բերում է նոր զիջման։ Նրդեն ասեց, ես չենթարկվեցի և հաղթեցի։ Մնալ խաղաղությամբ։